ԵԱՏՄ երկրները ընդհանուր մաքսային սխեմայով պաշտպանված են համաշխարհային տնտեսության մասնատումից և սակագնային դիմակայությունից, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ համաշխարհային տնտեսության մասնատումը և սակագնային դիմակայությունը հնարավորություններ են բացում ԵԱՏՄ երկրների համար։ Հայաստանը որոշել է Օմանի սուլթանությունում դեսպանատուն բացել, ինչի նպատակով կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը 51 միլիոն 880 հազար դրամ կհատկացվի։ Հիմնավորման համաձայն երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն։ Առկա է գործակցության ներուժ, փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ 2025-ի առաջին եռամսյակում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է խախտումների 91 դեպք, իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 54 հաշվարկ, 7 միլիոն 599 հազար 70 դրամի չափով, հարուցվել է 83 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 70 որոշում, նշանակվել է 7 միլիոն 300 հազար դրամի չափով վարչական տուգանք, կարճվել է 39 վարչական վարույթ, տվյալները փոխանցում էր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Հայաստանի իշխանությունները ցանկանում են երկրում արվեստի գործերի վաճառքի աճուրդներ կազմակերպել։ Նման աճուրդները կարևոր տեղ են զբաղեցնում ամբողջ աշխարհում։ Դրանք խթանում են արվեստի գործերի վաճառքի մեխանիզմների և գործիքների մշակումը, ինչպես նաև արվեստի գործերի շուկայի ձևավորումը։ Նոր օրենքի ընդունումը թույլ կտա հիմք դնել Հայաստանում մշակութային աճուրդի ոլորտի ձևավորման և զարգացման համար։ Փաստաթղթի ընդունումը կապահովի նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը։ Պեկինը մտադիր է պայքարել մինչև վերջ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել մաքսատուրքերի պատերազմը։ Չինաստանի պատասխանը առևտրային պատերազմին պարզ և վճռական է։ Եթե պայքար եք ուզում, կպայքարենք մինչև վերջ։ Եթե պատրաստ եք երկխոսության, մենք պետք է հարգենք միմյանց հավասարը հավասարի պես։ BRICS-ը պետք է շարունակի պահպանել միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, բազմակողմ առևտրային համակարգը և կառուցել գլոբալ կառավարման ավելի արդար համակարգ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։ Խորհրդարանական ընտրություններում լիբերալների տարած հաղթանակից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, թե պատրաստ է հաղթել Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմում։ Այդ հարցում նրան զորակցություն են հայտնել Չինաստանն ու Եվրամիությունը, որոնք շնորհավորական ուղերձներում ընդգծել են ազատ և արդար առևտուրը պաշտպանելու համար Կանադայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Թրամփը փորձում է մեզ կոտրել, որպեսզի Ամերիկան կարողանա Կանադան վերցնել իր տիրապետության տակ, բայց դա երբեք տեղի չի ունենա, ասել է Քարնին։ Եվրոգոտու տնտեսությունը 2025-ի առաջին եռամսյակում նախորդ 3 ամիսների համեմատ աճել է 0.4%-ով, ինչը կրկնակի գերազանցում է կանխատեսումները։ Տարեկան կտրվածքով Եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 1.2%-ով։ Տնտեսագետները միջինում կանխատեսում էին, որ հունվար-մարտ ամիսներին ՀՆԱ-ն կաճի եռամսյակային 0.2%-ով և տարեկան 1%-ով։ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Էստոնիայում էր, տպավորված է Էստոնիայի պետական կառավարման համակարգով, ասում է, այդ երկրում իրականացվող ծրագրերը պլանավորվում են 6 ամսից 1 տարի առաջ, իսկ Հայաստանում Փաշինյանի խոսքով որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։ Այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք եւ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու, ընթացակարգ կա։ Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում, կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ եմ մտնում, դե ասում է ուշանում եմ քշի, բայց ասում ես մի րոպե եղբայր, սա տաքսի չէ, էլի, սա ավտոբուս է, որովհետև ավտոբուսը ունի իր երթուղին, ավտոբուսը ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսը ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսը ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պետք է կանգնի։
Առաջարկվում է կարգավորել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացքում առաջացած որոշ հարցեր։ Կհստակեցվեն սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը այլ անձի, օրինակ ընտանիքի անդամի կողմից կատարվելու դեպքում սոցծախսերը փոխհատուցելու դրույթի կիրառության ժամկետները։ Սահմանվում է, որ 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը վերադարձվում են նաև, եթե դրանք կատարվել են այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս ժամկետից հետո կատարված սոցիալական ծախսերը վերադարձվելու են, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցով կատարված լինելը կարող է հիմնավորվել մասնավորապես դրա վերաբերյալ ծառայությունը մատուցողին, օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությանը, համապատասխան հաստատում կամ հայտարարություն ներկայացնելու ճանապարհով։ Հայտարարագրման թեմային զուգահեռ է նույնականացման քարտերի թեման։ Ներքին գործերի նախարարի խոսքով մինչև ապրիլի 30-ը ներառյալ նախարարությունը ստացել է նույնականացման քարտ ստանալու 96900 դիմում, արդեն իսկ տպագրված է 81900 նույնականացման քարտ։ Երևանում եւ մարզերում ընդհանուր հաշվարկով եւս 54261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում եւ դիմում ներկայացնել նույնականացման քարտ ստանալու հետ կապված։ Եթե ընդհանուր հանրագումարով նայենք, ստացվում է, որ շուրջ 151000 անձ ըստ էության կամ արդեն իսկ ստացել է, գերակշիռ մասը ստացել է նույնականացման քարտ, կամ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանանք քարտերի տպագրությունն իրականացնել։ Օրակարգային մեկ այլ հարցով էլ հաստատվեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի վերակառուցմանը։ Մենք նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ, ինքը ընդհանուր առմամբ 11 մետր լայնություն ունեցող ճանապարհահատված է 3 երթևեկելի գոտիներով եւ որի ավարտին մենք նախատեսում ենք այս հատվածում երթևեկությունը գոյություն ունեցող 50 կմ/ժ փոխարեն հասցնել մինչեւ 100 կմ/ժ, ինչը շուրջ 1.5-2 ժամ այս ճանապարհահատվածի տևողությունը կկրճատի։ Կառավարությունն ընդունեց նաև որոշում, որով փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ Անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախային խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։ Միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։ Խոսքը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50000 դրամի աջակցության ծրագրի մասին է։ Երևանի քաղաքապետարանը հենար բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում եւ բազմամարդ հանրային տարածքներում։ Այս սարքերը նախատեսված են սրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար եւ կարող են բառացիորեն փրկել կյանքեր մինչեւ բժշկական խմբերի ժամանումը։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային եւ տեխնոլոգիական ինտեգրված լուծում։